Մի շարք լրագրողներ, քաղաքական շրջանակներ հայտարարություն էին անում հենց այսպես. տեղ գյուղից առևանգվել են երիտասարդներ, պատկերացնում եք ինչ են իրենք հայտարարում, տեղ գյուղից նույնիսկ շունչ են կարող ինչ-որ մարդիկ առևանգել, այսքանը կասեմ և կոչ եմ անում, որ շատ ուշադիր լինեն, հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և օդից ինչ-որ տեղեկություններ չհնարել, ինչ-որ դիվանի նստված ինչ-որ մի աղջիկ որոշում է, որ ԱԱԾ-ն ճիշտ է ասել կամ սխալ է ասել կամ էսյան կամ այնյան, չմտածելով, որ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Շյունիքի անվտանգության հետ կապված պետք է ասեմ, որ սահմանների հիմնական մասը վերահսկվում է զինվորականների կողմից, մի մասը վերահսկվում է սահմանապահ զորքերի կողմից և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տրամաբանական ավարտից հետո բնականաբար սահմանազատում, սահմանագծում պետք է տեղի ունենա, մեր սահմանները նորից պետք է վերարտադրվեն այնպիսին, ինչպիսին եղել են և որից հետո բնականաբար սահմանապահ զորքերը պետք է հսկեն մեր սահմանային հատվածները, օրեցօր իհարկե անվտանգային միջավայրը շատ ավելի ամուր է դառնում, շատ ավելի կայուն է դառնում և պետության ողջ գործառույթը, թե դիվանագիտական, թե տնտեսական, թե ռազմական ուղղված է այս խնդիրները լուծելու։